Կառավարությունը փոփոխություններ է կատարել զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ որոշման մեջ, հնարավորություն տալով որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիներին ներգրավել պայմանագրային զինվորական ծառայության։ Փոփոխություններով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ գործառույթների զգալի խանգարումներ ունեցող քաղաքացիների առողջական վիճակը բուժումից եւ վերականգնումից հետո բարելավում է եւ նրանք կարողանում են տեղաշարժվել օժանդակ միջոցներով, օրինակ հենակով, պրոթեզով կամ սայլակով, նրանք կարող են կրկին դիմել եւ ծառայել։ Մեր երկրի օդային տարածքով իրականացվող չվերթների թիվը մարտ-ապրիլ ամիսներին ավելացել է մի քանի տասնյակով Իրանի երկնքի փակման պատճառով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացնելով մարտ եւ հունվար ամիսների տվյալները ասել են, որ Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթը ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։ Հայաստանում սև եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը երկարաձգվել է եւս 6 ամսով՝ 2026 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2027 թվականի փետրվարի 3-ը։ Կառավարության հիմնավորման որոշումը նպատակ ունի կարգավորել մետաղների արտահանումը, աջակցել տեղական արտադրությանը, ապահովել հումքային բազան եւ խթանել մշակող արդյունաբերության զարգացումը։ Նշել են, թե վերջին տարիներին մետաղի ջարդոնի ներմուծման եւ փոխադրման ծախսերի աճը տեղական արտադրանքը դարձրել է ոչ մրցունակ, իսկ արտաքին շուկաներում բարձր գները նպաստել են ջարդոնի ինտենսիվ արտահանմանը Հայաստանից։ Ոստիկանները բացահայտել են կիբերհանցագործության հերթական դեպքը։ Մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացնել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Ուղղակցության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները։ Անցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ, օրինակ օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք բերված համապատասխան ծառայությունների եւ VoIP հարթակների միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգեր։ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտո արժույթի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։